Ասում են ՆԱՏՕ-ն շատ ՆԱՏՕ-ի հետ շատ զորավարժություններ է անցկացնում նույն Ադրբեջանը, այնտեղ պատրաստվում են ՆԱՏՕ-ն պատրաստում է ադրբեջանցիներին, ադրբեջանական բանակը նույնականացվում է, նմանեցվում է թուրքական բանակին, իսկ հայկական բանակը ինչ խարակտերիստիկաներ ունի։ Ադրբեջանը այդ process-ը շատ շուտ է սկսել 90-ական թվականներից էլ, երբ որ ասում եք իրենց պարագայում ՆԱՏՕ, դա հավասար կարելի է դնել Թուրքիա եւ այո, իրենց սպայակազմի մեծ մասը Թուրքիայում է սովորել, ոնց որ մեր մոտ առաջ մեծ մասը Ռուսաստանում է սովորել։ Ну մեծ մասը չէ, բայց շատ էլի։ Բացի տեղական համալսարաններից դրսում Ռուսաստանում էլ են շատ սովորել։ Հիմա եթե վերցնենք իրավիճակը 22 թվականից հետո Ռուսաստանում էլ հայ սպայերը չեն սովորում, սովորում են Ֆրանսիայում, Հունաստանում, ինչ որ չափով ԱՄՆ-ում, նոր հիմա ինչքան ես հասկանում եմ այդ ցանկը ընդլայնվում է երկրների, որտեղ սովորելու են գնում։ Մեկ էլ մենք ունենք հենց Հայաստանում աջակցություն ֆրանսիացիների կողմից։ Հիմա այդ ամեն ինչը համեմատել ինչ գործ է արվել 4 տարվա մեջ եւ ասենք արվել է 30 տարվա մեջ Ադրբեջանում բավականին դժվար կլինի։ Հարցս նա է, մենք խոսում ենք ռազմական բալանսը, դեռ հավասարակշռվածություն չկա Ադրբեջանի բանակի ռազմական պատրաստվածության եւ մեր պատրաստվածության մասին էլ ենք խոսում, բանակի ոչ միայն ռազմատեխնիկայի մասին է խոսքը, պատրաստվածության մասին է, դեռ տարբերությունը շատ մեծ է։ Տենց է պետք հասկանալ։ Ինչ որ ոլորտներում ահագին նվազել է տարբերությունը, օրինակ, չգիտեմ, եթե հրետանին համեմատեմ, ես արդեն չեմ տեսնում, որ տենց մեծ դիսբալանս կա, բայց կարծում եմ, որ աշխատելու տեղ դեռ շատ կա, օրինակ ավիացիան եթե վերցնենք, այնտեղ օրինակ շատ լուրջ գերակշռություն Ադրբեջանը ունի։ Եվ որոշ ուրիշ կոմպոնենտներում եւ այստեղ դժվարությունն է, որ իրենք շարունակում են մեծ գումարներ ծախսել բանակի վրա 20 թվականից հետո էլի։ Մենք էլ ենք շատ մեծացրել ծախսերը, բայց դա դեռ 1-2.5-3 անգամ քիչ է ավելի։ Շատերը համարում են, որ խաղաղությունը ոչ թե այդքան բառերով է, փաստաթղթերով է, որքան այդ բալանսի ապահովմամբ է, համաձայն եք։ Բնականաբար փաստաթուղթը լավ բան է, որ կա ինչ որ ժամանակ կարող է աշխատել, բայց ոչ մի փաստաթուղթ 100%-անոց երաշխիք երբեք չի եղել պատմության մեջ, դրա համար այո պետք է աշխատել, որ այդ գոնե ստեղծել այն իրավիճակը, որ հարձակվել է Հայաստանի վրա իմաստ չունենա, ասենք թանկ նստի, ինչպես ասում են։ Թանկ նստել չէ, թանկ նստելն էլ այն չի, որ ոչ մի ակնկալիքներ իրականացնելը հնարավոր չլինի, տարածք չկարողանան վերցնեն, մեծ կորուստներ ունենան եւ պարտություն կրեն, ասենց ասած, ես չեմ ասում, որ առաջի կետը դրան հասնելն է, որ իրենք չկարողանան Հայաստանից տարածք օկուպացնեն, ես չեմ ասում ինչ որ մեծ հակահարվածների եւ հակագրողների մասին, գոնե որ չկարողանան Ամենայն դեպս այն ինչ տեղի ունեցավ Ջերմուկում, այդպիսի բան տեղի չունենա։ Ջերմուկում էլ ու 20 թվականին էլ, որ ոչ նա կարարա լինի, ոչ Ջերմուկ, ոչ Արցախի պատերազմը 20 թվի, ոչ էլ 22 թվի Ջերմուկը։ Երեք գումարած 3 ձևաչափի մասին ձեր կարծիքը։ Կարծիքս ընդամենը նա է, որ ինչ որ սիրուն ֆորմուլա է, բայց չեմ հավատում, որ ինքը երբևիցե կարող է որպես ստաբիլ ինչ որ ֆորմատ աշխատել, պարզ պատճառներով, որտեվ ասենց փոքր երկրների 3-ի մեջ կա Վրաստանը, որը չի ուզում մասնակցել որևէ կառույցի մեջ, որտեղ Ռուսաստանը կա։ Իսկ մեծ երկրների 3-ի մեջ 3 պետություն է, որը շատ տարբեր կարծիքներ ունեն նրա մասին, թե Հարավային Կովկասում ոնց ու ինչ պետք է լինի ու օրինակ Ռուսաստանն ու Իրանը ինչքան էլ հիմա համարվում է, որ ինչ որ բավականին մոտիկ են դարել, դա օրինակ Հայաստանի պարագայում տենց չէ։
Հայաստանի հարցում, հա, բավականին տարբեր դիրքորոշումներ ունեին, օրինակ 21-22 թվականին Ռուսաստանը ուզում էր Միջանցքը նոյեմբերի 9-ի, որ գրված էր Իրանը դրան շատ դեմ էր աշխատում եւ ինչ-որ իմաստով Իրանը շատ մեծ դեր ունեցավ, որ այդ պրոյեկտը տապալվեց այն ժամանակ։ Հիմա այտենց ֆորմատը ինչքանով ստաբիլ կարող է լինել, կարող են հանդիպումներ մեկ-մեկ անցկացնել, բայց դրանից ավել չեմ տեսնում։ Հանդիպումներով եթե լիներ այդքան լուրջ տեսք չէին տա խոսքերով, թեկուզ ինչ որ նպատակ գուցե կա, էլի մենք փնտրում ենք ինչ վտանգներ կարող են լինել։ Նպատակը նա է, որ Եմենն ու ԱՄՆ-ն Հարավային Կովկասում չլինեն ներկայացված, դա է նպատակը այդ ֆորմատի։ Բայց ինչ որ ձևով պետք է նրանք խոչընդոտեն։ Գոնե այդ մեծ երկրներից երկուսը կուզենան երևի որ տենց լինի, Ռուսաստանն ու Իրանը։ Բայց ինչ որ Իրանի պարագայում հələ հարցական մի քիչ ավելի շատ է, օրինակ ԵՄ-ի հետ կապված, բայց Ռուսաստանը հաստատ չի ուզում Թուրքիան էլ, սենց ասենք երևի կուզի, որ այդ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն իրենց միջոցով ոնց որ Հայաստանում լինեն, ոչ թե ուղիղ Հայաստանի հետ։ Հիմա այդ ամեն ինչը երեքին էլ պետք են ինչ որ չափով, բայց մեկը այդ տարբեր հայացքները շատ տարբեր են հայացքները իրենց ու չեմ կարող տեսնել որ դա դառնա կառույց էլի ֆորմալ չեմ տեսնում։ Քանի տարի է արդեն։ Այո, քանի տարի է։ Եղավ մի երկու հանդիպում, չեմ հիշում հաստատ 3-2, բայց ինչ որ գործնական ոչինչ չարվեց։ Չեմ կարծում, որ լուրջ առաջգնացումների է դա բերել։ Կա կարծիք, որ թրիփի հակակշիռ է, ինչ որ նպատակը թրիփին հակակշիռ ստեղծելն է։ Չեմ կարծում, որովհետև այդ կոնցեպտը թրիփից շատ ավելի շուտ է առաջարկվել եւ ավելի հին է, քան 2020 թիվը։ Ահագին հին կոնցեպտ է սա։ Երբեք չի աշխատել։ Դրա համար թրիփի հետ ուղիղ չի լինի կապել դա, բայց թրիփի պարագայում 3+3 հաստատ չի ստացվի, որտեվ Թուրքիան թրիփի կողմնակից է, իսկ Ռուսաստանը դեմ է, Իրանն էլ տենց կիսադեմ է, ասենք։ Թուրքիան թրիփի շահառու կարելի է անվանել։ Այո։ Ոչ միայն կողմնակից, այլ նաև շահառու։ Դրա համար ստեղ էլ չի ստացվում էլի։ Հիմա Իրանի գործոնը նայենք։ Իրանի դասերը, մենք ինչ որ դասեր, կարելի է թե շատ գեղեցիկ խոսքեր եմ ես ասում վերամբարձ, ինչ որ դասեր մենք կարող ենք քաղել այն ամենից, ինչ մենք տեսանք տեղի ունեցել Իրանում, սկսած անցած տարվա հունիսից, այդքան շատ խորը գուցե չնայենք, բայց հիշեցնենք պարզապես, որ այն ժամանակ էլ Իրանը կարողացավ կանգուն մնալ եւ հիմա։ Շատ տենց մեծ քանակի դասեր երևի չենք կարող քաղել, որովհետև շատ սպეციფიկ ինչ-որ իրավիճակ է, այլ չափի պետությունների մասին է խոսքը գնում, բայց կարամ ռազմական դասերից մենակ ասեմ, ռազմական դասերը նաև որ մենակ Իրանում չէ, հիմա պատերազմում ապակենտրոնացումը շատ մեծ դեր է ստացել, դուք չեք կարող կենտրոնացնել ձեր հրամանատարներին մեկ կետում, որը առաջ ընդունված էր եւ հիմա էլ դեռ շատ բանակներում չեն կարողանում դրանից հրաժարվել եւ Իրանում մենք տեսանք օրինակը թե ինչ վատ բանի դա կարող է բերել, երբ որ առաջի օրը գրեթե բոլոր պաշտոնյա անձերը ամենաբարձր ռանգի զոհվեցին եւ հետո տեսանք որ հակառակ երբ որ բանակը ապակենտրոնացված աշխատում էր, թիրային համալիրները դրոնային դա բավականին դժվար է դրա դեմը առնելը։ Հիմա Հայաստանի վրա այդ փորձը կարծում եմ կարելի է տարածել եւ մենք այդ հարցերում ինձ թվում է դեռ ունենք անելիք։ Իսկ ստորգետնյա կարևորագույն հանգույցները դա է բնականաբար, դա նոր բան չի, բայց դասեր ասելով, դե ինձ թվում է էլի ավելի շատ կարելի է աշխատել, հատկապես ելնելուց նրանով, որ Հայաստանում սարերը
ամենտեղ լեռներ կան եւ սարեր կան եւ իրենց մեջ այդ թունելները սարքելը տակը շատ ավելի հարմար կարող է լինել։ Կարելի է ասել, որ դա եւս դաս էր, որ կարող ենք մենք կիրառել կամ չկիրառել։ Ընդհանրապես ուզում եմ ասեմ, որ դա լավ կարելի է ասել, որ դա դաս էր, բայց այդ ամենը 50 տարի առաջ էլ կարելի էր մտածել, էլի տեսնել, չեմ կարող ասել, որ անպայման պետք էր դա Իրանում տեսնել։ Հեզբոլլան վերցնենք, նույն տրամաբանությունը։ Համասը չենք կարող վերցնենք, որ Համասը շատ փոքր տարածքում է։ Բայց միևնույն է, էլի նրանց թունելները, նրանց Դե մենք Հայաստանը Սյունիքը Գազայից շատ ավելի մեծ է, այսինքն այդքան թունել չի լինի փորել։ Կոմպոնենտներ պետք է ունենալ, դրա պահեստներ։ Այդտեղ Իրանն ենք բերում։ Ինչ-որ շարժ։ Իրանն էլ հո փոքր չէ այդքան։ Ինչ-որ շարժ, դե Իրանում խոսախ երկիրը թունել չի, ինչ-որ կարևոր կետերում է դա արած, հա, տենց կարելի է, այո։ Այստեղ համամիտ եմ լրիվ, տենց ինֆրաստրուկտուրա պետք է ունենալ։